Սա տեսանյութ է մի պարզ օրենքի մասին, որը ընկած է ողջ ֆիզիկայի հիմքում և միավորում է բոլոր սկզբունքները՝ դասական մեխանիկայից մինչև էլեկտրամագնիսականություն, քվանտային տեսությունից մինչև հարաբերականության ընդհանուր տեսություն, մինչև անգամ նյութի վերջնական բաղադրիչները, տարրական մասնիկները։ Այս ամենը կարելի է փոխարինել այդ մեկ օրենքով։ Թվում է, թե մոտենում ենք ինչ-որ առեղծվածային տարածքի, ես լսում եմ քեզ և համաձայն եմ։ Իրականում դա կարող է բացատրել նույնիսկ կյանքի վարքագիծը։ Ինձ թվում է, ես մնացել եմ ինչ-որ դասական մտածողության մեջ, որտեղ դիֆերենցիալ հավասարումների միջոցով տիեզերքը պատկերացնելը այն է, ինչ իրականում տեղի է ունենում։ Բայց վախենամ ճիշտ հակառակն եմ անում։ Եվ ամեն ինչ սկսվում է մի պարզ խնդրից։ Եթե ուզում ես ինչ-որ մարմին սայացնել A կետից B կետ, ինչ ձևի թե քառթակի դեպքում դա ամենից արագ կլինի։ Սա հայտնի է որպես ամենաարագ վայրեջքի խնդիր։ Կարելի էր ասել վերցրու ամենակարճ ուղին, ուղիղ գիծ A-ից B։ Բայց եթե մի փոքր թեքենք, ապա մարմինը սկզբում կարագանա և ավելի շուտ ձեռք կբերի ավելի մեծ արագություն։ Չնայած այս դեպքում ճանապարհը մի քիչ երկար է, բայց ավելի մեծ արագության շնորհիվ կհաղթի ուղիղին։ Հարցն այն է, թե որ ձևն է ապահովում արագացման և ճանապարհի երկարության հավասարակշռությունը, սահելու ժամանակը նվազագույնի հասցնելու համար։ Ըստ Գալիլեի, այդ ձևը շրջանագծի աղեղն է։ Նա ցույց տվեց, որ սա ավելի արագ է, քան որևէ բեկյալ, բայց արդյոք դա ամենաարագն է։ Գրեթե 60 տարի անց 1696-ի հունիսին Յոհան Բեռնուլին այս խնդիրը ներկայացրեց որպես մարտահրավեր աշխարհի լավագույն մաթեմատիկոսներին։ Հիմնականում, որովհետև նա սիրում էր ցուցամոլություն անել և ուզում էր ցույց տալ, որ բոլորից լավն է։ Նա տվեց 6 ամիս լուծումներ ներկայացնելու համար, բայց ոչ մի լուծում չներկայացվեց։ Այդ ժամանակ Գոթֆրիդ Լայբնիցը, Բեռնուլիի ընկերը, համոզեց նրան երկարացնել վերջնաժամկետը, որպեսզի օտարերկրացիներին ևս հնարավորություն տրվի։ Ես կարծում եմ, որ թիրախը հենց Նյուտոնն էր, որովհետև բոլորը նրան էին համարում լավագույնը, և Յոհանը կցանկանար ապացուցել, որ ինքն ավելի լավն է։ Նյուտոնը այդ ժամանակ այլևս ակտիվ չէր զբաղվում մաթեմատիկայով և ֆիզիկայով։ Նա աշխատում էր բարձր պետական պաշտոնում որպես դրամահատարանի վերակացու։ 1697-ի հունվարի 29-ին երկար աշխատանքային օրվանից հետո Նյուտոնը տուն վերադարձավ և փոստում գտավ Բեռնուլիի մարտահրավերը։ Զարյացած նա գրեց. «Ես չեմ սիրում, երբ օտարերկրացիները ինձ պահանջներ են ներկայացնում և զզվեցնում են մաթեմատիկական հարցերով»։ Բայց խնդիրը չափազանց գայթակղիչ էր, ուստի Նյուտոնն ամբողջ օրը և գիշերը անցկացրեց դրա վրա աշխատելով և առավոտյան ժամը 4-ին արդեն ուներ լուծումը, որի համար Բեռնուլիին 2 շաբաթ էր պետք եղել։ Նյուտոնն իր լուծումն ուղարկեց Philosophical Transactions ամսագրին։ Նա ուղարկեց իր լուծումը, բայց չստորագրեց, իսկ Յոհան Բեռնուլին, տեսնելով լուծումը, ասում են, թե ասել է. «Ես առյուծին նրա ճանկից եմ ճանաչում»։ Այսինքն, լավ, պետք չէ ստորագրես, Նյուտոն, ես արդեն գիտեմ ով ես, ուրիշ ով կարող էր նման լուծում տալ։ Եվ չնայած ընդհանուր առմամբ Նյուտոնը գերազանցում էր Բեռնուլիին, այս կոնկրետ դեպքում Բեռնուլիի լուծումն իրականում ավելի փայլուն էր, քան Նյուտոնինը։ Ես հասկանում եմ, թե ինչու էր Յոհան Բեռնուլին ուզում մարտահրավեր նետել բոլորին, քանի որ նա գտել էր իսկապես սրամիտ, նույնիսկ ասեի ստեղծագործական և գեղեցիկ լուծում։ Դրա համար նա ոգեշնչվել էր հին փիլիսոփաների առջև ծառացած մի խնդրից։ Ինչպես է լույսը մի տեղից մյուսը անցնում։ Այս հարցի շուրջ խորհել էր Հերոն Ալեքսանդրացին մեր թվարկության առաջին դարում։ Նա հասկացել էր, որ միատարր միջավայրում, օրինակ օդում, լույսն անցնում է ամենակարճ ճանապարհով։ Հետևաբար, երբ լույսը օրինակ անդրադառնում է լճի մակերևույթից, անկման անկյունը միշտ հավասար է անդրադարձման անկյանը, ցանկացած այլ ուղի սկզբնական և վերջնական կետերի միջև ավելի երկար կլիներ։ Բայց երբ լույսն անցնում է մի միջավայրից մյուսը, օրինակ օդից ջուր, այն թեքվում է յուրահատուկ ձևով, բեկվում է և չի հետևում ամենակարճ ճանապարհին։ Եթե երբևէ լողավազանի հատակին ինչ-որ բան եք գցել և փորձել եք այն գտնել ջրի միջով, ապա ձեռքը ջրի մեջ մտցնելիս առարկան անպայման չի լինի այնտեղ, որտեղ ձեզ թվում էր, որովհետև լույսը շեղվել է հարթ մակերևույթից։ Այդ դեպքում ո՞րն է այստեղ գործող հիմնական սկզբունքը։ Հաջորդ 1600 տարիների ընթացքում մարդիկ պարզեցին, որ անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին հավասար է մի հաստատունի, n-ի։
որը կախված է երկու միջավայրերի բնույթից։ Սա հայտնի դարձավ որպես Սնելիուսի օրենք, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչու է դա գործում, մինչև 1657 թվականը։ Այստեղ մեր պատմությանը միանում է ևս մեկ մեծ մաթեմատիկոս՝ Պիեր Ֆերման։ Ցերեկը նա դատավոր էր, բայց երեկոյան տուն էր վերադառնում, ժամանակ անցկացնում կնոջ եւ երեխաների հետ, այնուհետև իր հաճույքի համար զբաղվում էր նրանով, ինչն ամենից շատ էր սիրում՝ մաթեմատիկայով։ Հիմնականում նա զբաղվում էր մաքուր մաթեմատիկայով, բայց ինչ-որ պահի հետաքրքրվեց այն հարցով, թե ինչու է լույսը ենթարկվում բեկման այդ սկզբունքին։ Եվ նա մտածեց, որ գուցե Հերոն Ալեքսանդրացին ճիշտ ուղղության վրա էր, բայց նվազագույնը ոչ թե տարածությունն է, այլ ժամանակը։ Սակայն դժվար կլիներ ստուգել, թե արդյոք սա ճիշտ է բեկման դեպքում։ Նա պետք է հաշվարկեր լույսի բոլոր հնարավոր հետագծերը, փոփոխելով այն կետը, որտեղ լույսը հատում է միջավայրի սահմանը, յուրաքանչյուր դեպքում հաշվելով ժամանակը, այնուհետև ապացուցեր, որ լույսն ընտրում է այն հետագիծը, որի ընթացքում անցման ընդհանուր ժամանակը նվազագույնն է։ Նա չգիտեր, թե ինչպես դա լուծել եւ անհանգստանում էր, որ նույնիսկ եթե կարողանա, ապա դա չափազանց դժվար կլինի։ Ուստի որոշեց չանել դա։ Կարծում եմ, նա իրականում առանձնապես հետաքրքրված չէր ֆիզիկայով։ 5 տարի անց նա կրկին հետաքրքրվեց այդ խնդրով եւ որոշեց լուծել այն։ Այս անգամ իսկապես լուծեց եւ ցույց տվեց, որ Սնելիուսի օրենքն իրականում ստացվում է որպես հետևանք։ Լույսը մի միջավայրից մյուսը անցնում է տարբեր արագություններով, բայց այն հետագծով, որի դեպքում անցման ժամանակը նվազագույնն է։ Իսկ այդ հաստատունը բարձվում է ընդամենը առաջին միջավայրում լույսի արագության հարաբերությունն է երկրորդ միջավայրում լույսի արագությանը։ Սա թույլ է տալիս Սնելիուսի օրենքը վերաշարադրել հետևյալ տեսքով։ Եվ նա ասում է մի բան, որից ուզում եմ մի փոքր հատված կարդալ ձեզ համար, քանի որ շատ եմ սիրում։ Նա ասում է, որ սա իր կյանքի ամենաարտասովոր, ամենաանսպասելի եւ ամենաերջանիկ հաշվարկն էր։ Տեսնում եք, ինչ լավ է ֆիզիկայով զբաղվելը։ Եթե օգտագործեք այդ նվազագույն ժամանակի սկզբունքը, կարող եք բացատրել ամեն բան, ինչ հայտնի էր լույսի մասին Ֆերմայի օրոք։ Սա առաջին անգամն էր, որքանով ես գիտեմ, երբ ինչ-որ մեկը ցույց տվեց, որ բնությունը ենթարկվում է օպտիմալացման սկզբունքի, որ բնությունը միշտ անում է հնարավոր լավագույն բանը։ Այս դեպքում լույսն անցնում է հնարավոր ամենակարճ ժամանակում։ Բեռնուլին գիտեր Ֆերմայի նվազագույն ժամանակի սկզբունքի մասին եւ մտածեց, որ կարող է այն կիրառել ամենաարագ վայրեջքի խնդիրը լուծելու համար։ Նա խնդիրը մեխանիկայի ոլորտից, մարմնի թե քառթակով սահելու խնդրից, փոխակերպեց օպտիկայի խնդրի։ Գրավիտացիայով արագացող մարմնի փոխարեն նա պատկերացրեց լուսային ճառագայթ, որն անցնելով ավելի ու ավելի նոսր շերտերով, ավելի ու ավելի արագ է ընթանում։ Եվ եթե այդ շերտերը դարձնենք ավելի ու ավելի բարակ, այնպես որ յուրաքանչյուր սահմանագծին գործի Սնելիուսի օրենքը, արդյունքում կստանանք շարունակական կորագիծ։ Այժմ հարցն այն է, թե ինչպես պետք է փոխվի լույսի արագությունը շերտից շերտ, որպեսզի այն ճշգրտորեն նկարագրի սահող մարմինը։ Կարելի է խնդիրը լուծել մտածելով հետևյալ կերպ. Եթե մարմինը ընկնում է A-ից դեպի B, ապա ընկնելիս հավաքում է կինետիկ էներգիա եւ արագանում, կորցրած պոտենցիալ էներգիան փոխակերպելով կինետիկ էներգիայի։ Եթե գրենք էներգիայի պահպանման օրենքը այդ կապի համար, կտեսնենք, որ իջնելու ընթացքում մարմնի արագության քառակուսին ցանկացած պահի համեմատական է բարձրությանը, ասենք y-ին։ Այսինքն արագությունն աճում է համեմատականորեն y-ի քառակուսի արմատին։ Սա նույնն է, թե պատկերացնենք լույս, որի արագությունը ոչ թե հաստատուն է, այլ համեմատական է վերևից հեռավորության քառակուսի արմատին։ Այժմ խոշորացնենք եւ դիտարկենք միայն մեկ սահմանագիծ։ Յուրաքանչյուր շերտի լույսի արագության արտահայտությունը տեղադրելով Սնելիուսի օրենքի մեջ կստանանք, որ առաջին անկյան սինուսի հարաբերությունը առաջին շերտի y-ի քառակուսի արմատին հավասար է երկրորդ անկյան սինուսի հարաբերությանը երկրորդ շերտի y-ի քառակուսի արմատին։ Այստեղ է հիմնական բացահայտումը։ Սնելիուսի օրենքը գործում է նաև հաջորդ շերտի համար, որտեղ մուտքային անկյունն արդեն պարզապես երկրորդ անկյունն է։ Այսպիսով սա հավասար է նաև երրորդ անկյան սինուսի հարաբերությանը y-ի քառակուսի արմատին եւ նույն կերպ շարունակվում է մյուս բոլոր շերտերի համար։ Այս հարաբերությունը պետք է լինի ինչ-որ հաստատուն, որը կնշանակենք k-ով։ Այս հավասարումը ըստ պատմության Բեռնուլին անմիջապես ճանաչեց որպես ցիկլոիդի հավասարում։ Ցիկլոիդը այն կորագիծն է, որը ստացվում է, երբ դիտարկում ենք շրջանագծի եզրին ամրացված կետի հետագիծը։ Այս կորագիծը նաև հայտնի է որպես բրախիստոքրոն, հունարեն ամենակարճ ժամանակ բառից։ Զարմանալի լուծումն այն է, որ A-ից B ամենաարագ հասնելու ուղին ցիկլոիդի աղեղն է, ոչ թե շրջանագիծ, այլ ցիկլոիդ կոչվող ձևը։
Այս կորագիծն ունի նաև մեկ այլ զարմանալի հատկություն։ Անկախ նրանից, թե որ կետից կարձակե մարմինը, այն միշտ կհասնի վերջնակետին նույն ժամանակում։ Այս պատճառով այն հայտնի է նաև որպես տաուտոքրոն կորագիծ, հունարեն նույն ժամանակ բառից։ Այս լուծումը գտնելով Բերնուլին գրել է. Այսպիսով ես միանգամից լուծեցի երկու կարևոր խնդիր՝ օպտիկական եւ մեխանիկական, եւ հասա ավելիին, քան պահանջել էի ուրիշներից։ Ես ցույց տվեցի, որ մաթեմատիկայի երկու բոլորովին տարբեր ոլորտներից վերցված խնդիրները նույն բնույթն ունեն։ Բերնուլին չէր էլ պատկերացնում, որ բացահայտել էր շատ ավելի մեծ բանի սկիզբը։ Մոտ 40 տարի անց Բերնուլիի աշակերտներից մեկը, Պիեր Լուի դը Մոպերտյուն, նույնպես ուսումնասիրում էր լույսի եւ մասնիկների վարքագիծը։ Նա նկատեց, որ կան դեպքեր, երբ այդ երկուսը դրսևորում են շատ նման վարքագիծ։ Սա նրան ստիպեց մտածել, իսկ եթե Ֆերմայի նվազագույն ժամանակի սկզբունքը ամենահիմնարարը չէ՞ որ բնության համար ժամանակը նվազագույն դարձնելն առանձնապես առաջնահերթ չէ։ Գուցե կա ավելի հիմնարար մեծություն, որը նվազագույնն է դարձվում եւ որը կառավարում է ոչ միայն լույսը, այլև մասնիկները։ Այսպիսով 1740-ականներին նա առաջարկեց մի նոր մեծություն, որը կոչեց գործողություն։ Այն հավասար է զանգվածի, արագության եւ հեռավորության արտադրյալին։ Նրա մտքի ընթացքը մոտավորապես հետեւյալն է. որքան երկար է անցած ճանապարհը, այնքան մեծ է գործողությունը։ Որքան մեծ է արագությունը, եւ եթե դա մասնիկ է, ապա որքան մեծ է նրա զանգվածը, այնքան մեծ է գործողությունը։ Եթե ճանապարհը բաղկացած է մի քանի հատվածներից, ապա ընդհանուր գործողությունը պարզապես կլինի յուրաքանչյուր հատվածի համար արտադրյալների գումարը։ Տեսնենք այս սկզբունքը գործողության մեջ, վերցնելով շատ պարզ օրինակ, առանց շփման կամ կորուստների։ Ենթադրենք 0.5 կիլոգրամ զանգվածով գնդակը գլորվում է հարթ մակերևույթով անցնելով 6 մետր ճանապարհ 3 մետր վարկան արագությամբ։ Այս դեպքում գործողությունը կլինի 9 միավոր։ Եթե գնդակը անդրադառնում եւ եւս 6 մետր է անցնում 3 մետր վարկյան արագությամբ, ապա ամբողջ ճանապարհի գործողությունը կլինի 9 գումարած 9, այսինքն 18 միավոր։ Մոպերտյուն պնդում էր, որ գնդակը բոլոր հնարավոր հետագծերից կընտրի այն մեկը, որի դեպքում գործողությունը նվազագույնն է։ 1744-ին նա գրեց. այս գործողությունը բնության իսկական ծախսն է, որը նա փորձում է դարձնել հնարավորինս փոքր։ Իսկ ինչպիսին էր արձագանքը Մոպերտյուի այս հեղափոխական գաղափարին։ Նրա վրա հարձակվեցին եւ նրան ծաղրեցին։ Նրա վաղեմի ընկերներից մեկը, ֆիզիկոս Սամուել Կյոնիգը, գրեց. ոչ միայն քո սկզբունքն է սխալ, այլև դու այն գողացել ես Լայբնիցից։ Վոլտերը, որը ժամանակի Մոպերտյուի մտերիմ ընկերն էր, նրան մեղադրեց գրագողության, հիմարության եւ այն ամենի մեջ, ինչ միայն կարող էր մտքով անցնել։ Ավելին, Վոլտերը 32 էջանոց մի գրքույկ գրեց, հատուկ Մոպերտյուին ծաղրելու համար։ Իհարկե, սա մասամբ կարող էր պայմանավորված լինել այն լուրերով, թե Վոլտերի սիրուհին սիրավեպ էր ունեցել Մոպերտյուի հետ։ Բայց ոչ բոլորը հարձակվեցին նրա վրա։ Ոմանք պարզապես անտեսեցին։ Ես իմ կյանքում մաթեմատիկայի եւ ֆիզիկայի շատ դասընթացներ եմ անցել։ Նրան հազվադեպ են հիշատակում։ Այս ամենը սարսափելի սթրես էր Մոպերտյուի համար, որը մոտենում էր իր կյանքի ավարտին եւ ամենից շատ ցանկանում էր, որ հենց նվազագույն գործողության սկզբունքը լինի այն, ինչի շնորհիվ իրեն կհիշեն։ Նա կարծում էր, որ հենց դա կլինի իր ժառանգությունը, բայց փոխարենը նա հայտնվեց հարձակման, ծաղրի եւ արհամարանքի թիրախում։ Ցավոք, այս վերաբերմունքն ինչ-որ չափով արդարացված էր, քանի որ Մոպերտյուին այդ սկզբունքն առաջ էր քաշել կարծես թե օդից վերցնելով։ Չկար որևէ ակնհայտ պատճառ, թե ինչու բնությունը պետք է հետաքրքրված լինի զանգվածի, արագության եւ ճանապարհի արտադրյալով։ Առավել եւս, ինչու այդ մեծությունը պետք է նվազագույնը լինի։ Մաթեմատիկորեն եւս, նվազագույն գործողության սկզբունքը խիստ հիմնավորված չէր։ Բայց կար մեկը, որը եռանդով պաշտպանեց այս գաղափարը։ Դա Լեոնարդ Էյլերն էր։ Առաջին բանը, որ Էյլերն արեց, գումարը փոխարինեց ինտեգրալով, որպեսզի հնարավոր լինի հաշվել գործողությունը, երբ արագությունը կամ ուղղությունը փոխվում են անընդհատ։ Նա կիրառեց այս մոտեցումը մասնիկի ուղեծիրը կենտրոնական զանգվածի շուրջը գտնելու համար, օրինակ մոլորակի ուղեծիրը աստղի շուրջը։ Այս խնդիրը լուծելու համար պետք էր բոլոր հնարավոր հետագծերից գտնել այն մեկը, որի դեպքում գործողությունն ամենափոքրն է։ Սա նման էր այն խնդրին, որը փորձել էր լուծել Ֆերման։ Սակայն հիմա մեկ փոփոխականի փոխարեն պետք էր փոխել ուղեծրի բոլոր հնարավոր կետերը, որոնք անսահման շատ էին։ Անշուշտ դա բարդ խնդիր էր։ Մաթեմատիկան այդ ժամանակ դեռևս չուներ նման խնդիրները լուծելու անհրաժեշտ գործիքակազմ։
Բարեբախտաբար Էյլերը անձամբ նոր մեթոդ ստեղծեց։ Այն բավականին բարդ եւ ժամանակատար էր, բայց աշխատում էր։ Այդ գործընթացում նա հասկացավ, որ նվազագույն գործողության սկզբունքը գործում է միայն այն դեպքում, երբ ընդհանուր էներգիան պահպանվում է եւ նույնն է բոլոր դիտարկվող հետագծերի համար։ Մոպերտյուին չէր գիտակցել, որ այս երկու պայմանները անհրաժեշտ էին։ Այսպիսով Էյլերը բարելավեց սկզբունքի մաթեմատիկական ճշգրտությունը, նա բացահայտեց երկու լրացուցիչ պայմանները եւ ներկայացրեց կոնկրետ օրինակ, որն ապացուցում էր, որ սկզբունքը աշխատում է։ Էյլերը ոչ միայն հզոր եւ մեծ մաթեմատիկոս, այլև ըստ ամենայնի շատ լավ մարդ էր։ Որքան կարող ենք դատել, նա շատ առատաձեռն էր։ Մինչ օրս կարելի է կարդալ Էյլերի աշխատանքները եւ շատ լավ հասկանալ։ Նա օգնում է քեզ, նա կարեկցող է։ Նա քեզ նման է։ Նա փորձում է բացատրել։ Բայց Էյլերը դեռևս հեռու էր ընդհանուր ապացույցից։ Դրա համար անհրաժեշտ էր եւս մեկ լեգենդար մաթեմատիկոսի՝ Ժոզեֆ Լուի Լագրանժի ներդրումը։ Ժոզեֆ Լուի Լագրանժը համաչկոտ հիմնականում ինքնուց 19-ամյա երիտասարդ էր, բայց չնայած իր երիտասարդ տարիքին նա արդեն մաթեմատիկայի առաջնագծում էր եւ աշխատում էր նաեւ Էյլերի նոր մեթոդով։ 1754 թվականին նա իր արդյունքները ներկայացրեց Էյլերին, որը պատասխանեց, թե Լագրանժը տեսությունը հասցրել է կատարելության ամենաբարձր աստիճանի, ինչը նրան մեծագույն ուրախություն է պատճառել։ Բայց բացի համաշխարհային մակարդակի մաթեմատիկոսներ լինելուց, այս երկուսի միավորում էր եւս մի բան։ Երկուսն էլ նվազագույն գործողության սկզբունքի մեծ կողմնակիցներ էին։ Մոտ 5 տարի անց, Մոպերտյուի մահից ընդամենը 1 տարի հետո, Լագրանժին հաջողվեց ներկայացնել սկզբունքի ընդհանուր ապացույցը։ Արդյոք գործողության հասկացության համար որևէ ինտուիտիվ պատկերացում կա։ Ես զգում եմ, որ ուժի եւ էներգիայի համար ինչ-որ ինտուիտիվ պատկերացումներ կան, բայց գործողության դեպքում կա նման բան։ Չգիտեմ, կուզեի քո հաղորդումը դիտել իմանալու համար։ Հուսով եմ դու կգտնես դրա պատասխանը, քանի որ ես ինքս հստակ պատկերացում չունեմ։ Հիմա ես ուզում եմ բացատրել Լագրանժի ապացույցը, բայց ոչ այնպես, ինչպես նա է դա արել։ Փոխարենը մենք դա կանենք 3 քայլով։ Նախ կբացատրենք Էյլերի եւ Լագրանժի ընդհանուր մոտեցումը, ապա սկզբունքը կվերաշարադրենք ժամանակակից ձևով եւ վերջում այս մաթեմատիկան կկիրառենք պարզ օրինակի վրա, ցույց տալու թե ինչպես է այն աշխատում։ Սկսենք ընդհանուր մոտեցումից։ Եթե գոյություն ունեն անսահման թվով հնարավոր հետագծեր, ապա ինչպես գտնել այն մեկը, որի դեպքում գործողությունը նվազագույնն է։ Էյլերն ու Լագրանժը հասկացան, որ դա կարելի է անել նույն կերպ, ինչպես գտնում ենք ֆունկցիայի նվազագույն արժեքը։ Վերցնում ենք ածանցյալը եւ հավասարեցնում 0-ի։ Այն կետում, որտեղ թեքությունը հորիզոնական է, ֆունկցիան նվազագույնն է։ Այսինքն, եթե փոքր-ինչ ձախ կամ մատ շարժվենք, ֆունկցիայի արժեքը գրեթե չի փոխվի։ Նույն կերպ, եթե ունենք նվազագույն գործողությամբ հետագից, ապա եթե մի փոքր փոխենք այն, ասենք ինչ-որտեղ փոքրիկ բլրիկ ավելացնենք կամ այլ տեղ հարթեցնենք, պատկերացնենք, որ մեր նվազագույն գործողությամբ հետագծին գումարում ենք փոքրիկ մի ֆունկցիա, էտա, ապա գործողությունը գրեթե չպետք է փոխվի, քանի որ գտնվում ենք հենց նվազագույն գործողությամբ հատուկ հետագծի վրա։ Նվազագույն հետագծին մի փոքր բան ես ավելացնում, բայց գործողությունը մնում է նույնը, բայց եթե դա նվազագույն գործողությամբ հետագիծն է, ապա ցանկացած այլ հետագիծ պետք է ունենա ավելի մեծ գործողություն։ Հակափաստարկն այստեղ այն է, որ այս ամենը միայն առաջին կարգի մոտավորությամբ է։ Այսինքն, եթե դիտարկենք միայն էտային համեմատական գծային անդամները, ապա առաջին կարգով գործողության տարբերությունը կլինի 0։ Պատկերացնենք սա հետևյալ կերպ. ենթադրենք գտնվում ենք գոգավորության հատակին եւ կատարում ենք փոքր քայլ, այն անվանելով էտա։ Եթե փոփոխությունը համեմատական լիներ էտային, ապա մի կողմում կստանայինք բարձրացում, իսկ մյուս կողմում իջեցում, ինչը կնշանակեր, որ դա նվազագույն կետ չէ։ Հետևաբար էտայի գործակիցը պետք է 0 լինի։ Բայց քանի որ գտնվում ենք նվազագույն կետում, ապա այնտեղ վարքը նման է պարաբոլի, այսինքն փոփոխությունը համեմատական կլինի էտայի քառակուսիին։ Գործողության մեջ փոքր տարբերություն կարող է լինել, բայց այն համեմատական չէ էտային։ Արդյունքում նվազագույն հետագծի եւ փորձնական հետագծի միջև գործողության տարբերությունը առաջին մոտավորությամբ 0 է։ Կարելի է գրել, որ փորձնական հետագծի գործողությունից հանած իրական նվազագույն հետագծի գործողությունը հավասար է 0-ի, առաջին կարգի ճշտությամբ։ Սա նվազագույն գործողության սկզբունքը ձևակերպելու կոմպակտ տարբերակ է, եւ այն ընդհանուր մոտեցումն է, որով լուծվում են նմանատիպ բոլոր խնդիրները։
Ունենալով այս մոտեցումը, եկեք վերաշարադրենք սկզբունքն իր ժամանակակից տեսքով։ Սկսենք Մոպերտյուի գործողությունից, որը զանգվածի արագության եւ հեռավորության արտադրյալների գումարն է։ Սակայն Էյլերը այն վերածեց ինտեգրալի։ Զանգվածը բազմապատկած արագությամբ ինտեգրված է հեռավորության։ Արագությունը հավասար է ds dt-ի։ Այստեղից էլ կարելի է ստանալ, որ ds-ը հավասար է v անգամ dt։ Սա տեղադրելով վերևի ինտեգրալի մեջ, ստանում ենք զանգվածը բազմապատկած արագության քառակուսով ինտեգրված ժամանակ նկատմամբ, բայց մի րոպե, սա ընդամենը կինետիկ էներգիան է բազմապատկած երկուսով։ Ընդհանուր էներգիան պետք է պահպանվի։ Ընդհանուր էներգիան պարզապես կինետիկի եւ պոտենցիալի գումարն է։ Ուստի կինետիկ էներգիան կարելի է գրել որպես լրիվ էներգիայից հանած պոտենցիալը։ Տեղադրելով սա, ստանում ենք, որ սրա ինտեգրալի փոփոխությունը վարիացիան հավասար է 0-ի։ Այժմ բաժանենք այս ինտեգրալը երկու մասի։ Քանի որ էներգիան հաստատուն է, ապա այն կարող ենք հեշտությամբ ինտեգրել ժամանակի նկատմամբ։ Սա կարող ենք ավելի պարզեցնել։ Ինչպես սովորական ացանցիալի դեպքում կարելի է գրել, որ i անգամ t-ի վարիացիան հավասար է in բազմապատկած ժամանակի վարիացիայով, գումարած ժամանակը բազմապատկած i-ի վարիացիայով։ Բայց հիշենք, որ ինչպես Էյլերն էր գտել, տարբեր հետագծերի էներգիան նույնն է, այսինքն էներգիայի վարիացիան 0 է։ Այս ամենը վերադասավորելով, տեսնում ենք, որ այս ինտեգրալի վարիացիան հավասար է էներգիան բազմապատկած ժամանակի վարիացիայով, մինուս նշանով։ Սա շատ նման է մեկ այլ մինիմիզացիայի սկզբունքի, եթե միայն այս արտահայտությունը հավասար դիներ 0-ի, իսկ այն կդառնա 0, եթե դիտարկենք միայն այն հետագծերը, որոնց դեպքում անցման ժամանակը նույնն է։ Եթե այդպես վարվենք, ապա ժամանակի վարիացիան այլևս չկա, եւ այս անդամը դուրս կգա։ Այդ դեպքում կտեսնենք, որ Մոպերտյուի սկզբունքը վերածվել է մեկ այլ ձևակերպման, ըստ որի կինետիկ էներգիայի եւ պոտենցիալ էներգիայի տարբերության ժամանակի նկատմամբ ինտեգրված փոփոխությունը հավասար է 0-ի։ Այսպիսով t հանած v, այսինքն կինետիկ էներգիան հանած պոտենցիալ էներգիան ինտեգրում ենք a-ից b տեղաշարժվող հետագծի երկայնքով ժամանակի նկատմամբ։ Սա շատ տարօրինակ է թվում, բայց պարզվում է, որ հենց սա է ճիշտ մեծությունը, որը պետք է ինտեգրել։ Սա մի փոքր տարօրինակ է։ Սկսեցինք զանգվածը բազմապատկած արագությամբ, ինտեգրված ըստ հեռավորության, իսկ այժմ ունենք կինետիկ էներգիա հանած պոտենցիալ էներգիան, ինտեգրված ըստ ժամանակի։ Եվ ինչ որ կերպ երկուսն էլ նվազագույն գործողության սկզբունքը գրելու տարբեր ձևեր են, բայց սա նշանակում է, որ այս ինտեգրալը գործողությունը գրելու մեկ այլ ձև է։ Առաջին մարդը, որ նվազագույն գործողության սկզբունքը գրեց այս ձևով, Ուիլյամ Ռոուեն Համիլտոնն էր 1834 թվականին, եւ սկզբունքը կոչվեց նրա անունով։ Նվազագույն գործողության սկզբունքը, որը գրում ենք այս տեսքով, որտեղ L-ը Լագրանժյանն է, կինետիկ էներգիա հանած պոտենցիալ էներգիան, այն կոչվում է ոչ թե Լագրանժի սկզբունք, այլ Համիլտոնի սկզբունք։ Կարծում եմ այս առումով Համիլտոնը հիմնվում էր Լագրանժի աշխատանքի վրա։ Համիլտոնի սկզբունքը նվազագույն գործողության սկզբունքի ժամանակակից ձևակերպումն է։ Մասամբ դա այն պատճառով է, որ Համիլտոնի սկզբունքը նկարագրում է, թե ինչպես է մարմինը շարժվում մի կետից մյուս կետը, ոչ թե պարզապես տալիս է հետագծի ձևը։ Երկու սկզբունքների միջև եւս երկու կարևոր տարբերություն կա։ Գործողությունն այժմ ինտեգրվում է ըստ ժամանակի, այլ ոչ թե ըստ տարածության։ Համիլտոնի սկզբունքում այժմ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն սկզբնական եւ վերջնական դիրքերը, այլև սկզբնական եւ վերջնական պահերը։ Եվ հետո Մոպերտյուի սկզբունքի դեպքում տարբեր հետագծերի էներգիաները պետք է լինեն նույնը, իսկ ժամանակը կարող է տարբերվել։ Մինչդեռ Համիլտոնի սկզբունքում տարբեր հետագծերը կարող են ունենալ տարբեր էներգիաներ, բայց ժամանակահատվածը պետք է նույնը լինի։ Հիմա, երբ ունենք ընդհանուր մոտեցումը եւ ժամանակակից ձևակերպումը, կիրառենք այն պարզ օրինակով, որպեսզի տեսնենք, թե ինչու է այն աշխատում։ Ենթադրենք, որ ես գնդակը ուղղահայաց նետում եմ վեր, եւ այն գնում է ինչ-որ սկզբնական կետից մեկ այլ վերջնական կետ, որոշակի ժամանակահատվածում։ Եթե գնդակի բարձրությունը նշանակենք որպես y, ապա կարող ենք գծել այս երկու կետերը եւ պատկերացնել անսահման շատ հնարավոր հետագծեր, որոնք կարող են այդ երկու կետերը միացնել։ Որոշները մի քիչ ավելի բարձր կլինեն, մյուսները ավելի ցածր, որոշները ալիքաձև կլինեն, մյուսները ոչ։ Միակ պայմանն այն է, որ բոլոր հետագծերը ունենան նույն սկզբնական եւ վերջնական դիրքը եւ թռիչքի նույն ժամանակը։ Իրական հետագիծը գտնելու համար կվարվենք նույն կերպ, ինչպես նախորդ դեպքում։ Պատկերացնենք, որ սա իրական հետագիծն է, այն, որի դեպքում գործողությունը նվազագույնն է։ Հետո պատկերացնենք, որ դրա մեջ փոքր փոփոխություններ ենք անում, միտեղ մի քիչ բարձրացնելով, մեկ այլ տեղ իջեցնելով։ Այս փոքր փոփոխությունները կնշանակենք էտայով։ Եթե y-ն ու էտան գումարենք իրար, կստանանք նոր փորձնական հետագիծ։ Անվանենք այն Q։
Եվ քանի որ փոփոխությունները փոքր են, ապա այս երկու հետագծերի գործողությունների տարբերությունը առաջին մոտավորությամբ 0 է։ Մեր հաջորդ քայլը այս հավասարումը լուծելն է։ Դրա համար հաշվենք յուրաքանչյուր հետագծի գործողությունը։ Մեզ պետք են յուրաքանչյուր հետագծի կինետիկ եւ պոտենցիալ էներգիաները։ Գրենք դրանք որպես ֆունկցիաներ ըստ y-ի եւ eta-ի։ Այս ամենը տեղադրելով կստանանք, որ գործողությունների տարբերությունը հավասար է հետևյալին, բայց մի րոպե, առաջին ինտեգրալը իրական հետագծի գործողությունն է։ Այսինքն այս ինտեգրալները դուրս են գալիս եւ մնում է միայն սա։ Սա կարելի է ավելի պարզեցնել, կատարելով մասերով ինտեգրում։ Դա թույլ կտա մեզ այս անդամը փոխարինել հետևյալով։ Այն տեղադրելով կունենանք ինչ-որ ֆունկցիա, որը eta-ով բազմապատկելուց եւ ըստ ժամանակի ինտեգրելուց հետո պետք է լինի 0, սակայն քանի որ eta-ն կարող է լինել ցանկացած, ապա սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այս ամբողջը 0 է։ Այսպիսով, ստացվում է, որ գործողությունը նվազագույն է այն հետագծի համար, որը բավարարում է այս հետաքրքիր դիֆերենցիալ հավասարմանը։ Սա գուցե բարդ է թվում, բայց իրականում այդպես չէ։ Մինուսով պոտենցիալի ածանցյալն ուղղակի ուժն է, իսկ բարձրության երկրորդ ածանցյալը պարզապես արագացումն է։ Պարզվում է, որ նվազագույն գործողության սկզբունքը բավարարող հետագիծը հենց այն է, որը բավարարում է f-ը հավասար է m անգամ a հավասարմանը։ Այլ կերպ ասած, նվազագույն գործողության սկզբունքը համարժեք է Նյուտոնի երկրորդ օրենքին, բայց ընդգրկում է ավելի լայն բնագավառ, քան պարզապես մեխանիկան է։ Ֆերմայի նվազագույն ժամանակի սկզբունքն էլ պարզվում է նվազագույն գործողության սկզբունքի ընդհանրապես մասնավոր դեպքն է։ Այս մի սկզբունքով դուք կարող եք նկարագրել ամեն բան՝ լույսի անդրադարձումից եւ բեկումից մինչեւ ժամացույցի ճոճանակի տատանումներ, արևի շուրջը մոլորակների պտույտից մինչեւ աստղերի շարժումը գալակտիկաների կենտրոնների շուրջը։ Ֆիզիկայի նախկինում բոլորովին առանձին համարվող ոլորտները այժմ միավորվեցին մեկ պարզ կանոնի ներքո։ Գործողության վարիացիան 0 է։ Երբ Էյլերն իմացավ Լագրանժի ապացույցի մասին, գրեց նրան. ինչքան բավարարված կլիներ պարոն Մոպերտյուին, եթե դեռ ողջ լիներ եւ տեսներ, թե իր նվազագույն գործողության սկզբունքն ինչ բարձրագույն մակարդակով է կիրառվում։ Լագրանժի ապացույցով մենք այժմ ունենք մեխանիկայի ցանկացած խնդիր լուծելու երկու տարբերակ։ Կարող ենք օգտագործել ուժերն ու վեկտորները կամ էներգիաներն ու սկալյարները։ Թվում է, նվազագույն գործողության սկզբունքը չափազանց բարդ է, այն այնքան ավելորդ է թվում։ Իրականում ով կօգտագործի սա, եթե կարելի է ուղղակի կիրառել Նյուտոնի երկրորդ օրենքը։ Ընտրությունը սա է, կամ օգտագործենք այս ամբողջ բարդ տեսությունը, կամ պարզապես սկսենք f-ը հավասար է m-ից։ Եվ արդյունքում երկուսն էլ տալիս են միևնույն պատասխանը։ Այդ դեպքում ինչու ընդհանրապես օգտագործել նվազագույն գործողության սկզբունքը։ Եթե սա գործողությունն է, ապա t հանածվին կոչվում է Լագրանժյան։ Այժմ եկեք ամեն բան, ինչ մինչև այս արեցինք, վերագրենք Լագրանժյանի միջոցով։ Այդ դեպքում կտեսնենք, որ նվազագույն գործողության սկզբունքն աշխատում է, երբ բավարարվում է այս դիֆերենցիալ հավասարումը։ Այսինքն այժմ մեխանիկայի ցանկացած խնդիր լուծելու համար պարզապես անհրաժեշտ է գրել կինետիկ եւ պոտենցիալ էներգիաները, դրանք տեղադրել այս հավասարման մեջ եւ վերջ։ Սա շատ հզոր գործիք է դառնում։ Ես հիշում եմ, որ ինքս մտածում էի, ուժերով աշխատելիս ճիշտ պատասխանը ստանալը բավականին դժվար է, բայց Լագրանժի մոտեցման պարզապես տեղադրում եք Լագրանժյանը նվազագույն գործողության սկզբունքի մեքենայի մեջ, որն անմիջապես տալիս է ճիշտ հավասարումները, եւ պարտադիր չէ, որ լավ ֆիզիկոս լինես։ Ես կարող եմ ֆիզիկա անել Էյլերի ու Լագրանժի շնորհիվ։ Եվ սա գործում է ոչ միայն միաչափ դեպքում։ Եթե ունեք ավելի շատ չափումներ, ապա պարզապես ամեն մի կոորդինատի համար առանձին լուծում եք Էյլեր-Լագրանժի հավասարումը։ Մեկ այլ կարևոր առավելությունն այն է, որ դուք կարող եք ընտրել կոորդինատային համակարգեր, որոնք ավելի հարմար են տվյալ խնդիրը լուծելու համար։ Օրինակ, եթե ինչ-որ բան պտտվում է, ապա դեկարտյան կոորդինատների փոխարեն ավելի հարմար կլինի օգտագործել բևեռային կոորդինատները, եւ սա անմիջապես կտա ճիշտ հավասարումները բևեռային կոորդինատներում։ Նույնիսկ կրկնակի ճոճանակի դեպքում ուժերով խնդիրը լուծելը չափազանց դժվար է։
Քանի որ երբ վերևի ճոճանակը տատանվում է, այն դառնում է կցման կետ ստորին ճոճանակի համար։ F-ը հավասար է m-ը հավասարումը կրկնակի ճոճանակի համար ճիշտ ձևով գրելն իսկապես բարդ գործ է։ Բայց եթե պարզապես գրենք կինետիկ եւ պոտենցիալ էներգիաները, ապա խնդիրը բավականին հեշտանում է։ Իդեպ, հենց այս մոտեցմամբ էլ մենք ստացանք այս սիմուլյացիան։ Այժմ պետք է մի փոքր նշում անենք նվազագույն գործողության սկզբունքի անվանման վերաբերյալ, քանի որ անունն իրականում փոքր ինչ մոլորեցնող է։ Չնայած այն հաճախ կոչվում է նվազագույն գործողության սկզբունք, լավ կլինի նշել, որ գործողությունը ոչ միշտ է նվազագույն։ Նույն կերպ, ինչպես մաթեմատիկայում ածանցյալը 0-ի հավասարեցնելիս միշտ չէ, որ ֆունկցիայի նվազագույն կետն ենք ստանում։ Ավելի ճիշտ կլինի այն անվանել ստացիոնար գործողության սկզբունք։ Շարժման օրենքները ստացվում են ստացիոնար կետի պայմանից, ինչը համարժեք է որոշակի ածանցյալ 0-ի հավասարեցնելուն եւ դրանից Էյլեր Լագրանժի հավասարումը ստանալուն։ Շատ հաճախ այն իսկապես նվազագույնն է, բայց ոչ միշտ։ Բայց գործողությունն ավելի հիմնարար է, քան ուղղակի դասական մեխանիկան։ 20-րդ դարի սկզբին գործողությունը հայտնվեց որպես կարևորագույն մաս ատոմային ֆիզիկայի այդ ժամանակվա ամենամեծ խնդիրներից մեկի՝ ուլտրամանուշակագույն աղետի լուծման մեջ։ Մի փոքր առեղծվածային է այն փաստը, որ հենց այս բեկումը, որը հիմք դրեց քվանտային տեսության զարգացմանը, ընդգրկեց հենց գործողությունը, ոչ թե էներգիան կամ ուժը, այլ գործողությունը։ Սա ինչ-որ բան է հուշում։ Բայց այս ամենը եւ շատ ավելին կքննարկենք մեկ այլ տեսանյութում, այնպես որ անպայման բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք այն։